Գյումրու քաղաքապետարանի շենքը կառուցվել է Վարդան Ղուկասյանի օրոք, բայց նա չհասցրեց այն ավարտին հասցնել։ 13 տարվա ընդմիջումից հետո Ղուկասյանը կրկին այս շենք է մուտք գործում, ուշադիր զննում ներքին հարդարումը։ Նորընտիր ավագանիում Վարդան Ղուկասյանը ամենաավագն է, օրենքի համաձայն նա էլ վարեց առաջին նիստը։ Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից ընտրված ավագանու անդամը առաջարկեց նիստը սկսել տերունական աղոթքով, որ Աստված իրենց իմացություն, խելք ու շնորհք տա։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինքս ես Սուրբ Եղիցի անուն քո, եկես սե արկայություն քո, Եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի։ Իչար խորհրդոց եւ բանից եւ ի գործոց փրկյասից եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղից։ Ըստ գործս ձեռացմերոց ուղիղ արա իմեստեր։ Իդեպ սա Գյումրու ավագանու բացառիկ նիստերից էր, որին մասնակցում էին նաև քաղաքացիներ։ Գյումրու այս ավագանին ներկայացված է 5 քաղաքական ուժով։ Ղուկասյանն ընթերցեց նորընտիր ավագանու 33 անդամների անունները։ Առաջին նիստը բոյկոտել էին քաղաքացիական պայմանագրի 14 անդամները, չէին ներկայացել։ Մինասյան Սարիկ Սամվելի, Նգրճան Բահա Քարաչի, Բարսեղյան Էմա Մասիսի։ Բացակայ էր նաև մեր քաղաքը դաշինքից ավագանու մանդատ ստացած Կարեն Գրիգորյանը, ով այս դաշինքը գլխավորող եւ ավագանու մանդատից հրաժարված Մարտուն Գրիգորյանի որդին է։ Օրենքի համաձայն քաղաքական ուժերը պետք է առաջադրեն համայնքի ղեկավարի իրենց թեկնածուներին։ Նրանք ոչ մեկն էլ թեկնածու չառաջադրեցին։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մեր նվազագույն ծրագիրն է Գյումրիում իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին։ Եվ մենք տեր ենք կանգնում մեր այդ խոստմանը եւ հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին եւ այսօր չառաջադրելով քաղաքապետի թեկնածու քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ Շնորհակալություն։ Մենք նույնպես քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու, մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը, որովհետև վստահորեն պնդում ենք, որ դա է պահանջում այսօր պետության առավելագույն շահը։ Շնորհավորում եմ բոլորիս ավագանու առաջին նիստի կապակցությամբ եւ ավագանուն մաղթում եմ արդյունավետ աշխատանք։ Մեր քաղաքը դաշինքը հավատարիմ է մնում իր տարած հայտարարությանը, մենք թեկնածու չենք առաջադրում եւ պարտադիր քվեարկելու ենք ընդդիմության միասնական թեկնածուին։ Հաճելի օր։ Վարդան Ղուկասյանին համայնքապետի թեկնածու առաջադրեց Հայաստանի Կոմկուսը։ Այս մասին խոսեց կուսակցության երկրորդ համարի ավագանու անդամը Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Առաքելյանը։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացնում է իր թեկնածուին Վարդան Կոլյայի Ղուկասյանին։ Նախ ուզում եմ ասել փառք երկնային Տիրոջը, որ շատ համերաշխ ընտրություն կատարվեց, ինչքան էլ ուզեցան խառնել, բայց չստացվեց, ուրեմն թեկնածուները իրենց շատ ճիշտ դրսևորեցին եւ համերաշխությունը որտեղ գրեցին իրենց սկզբում Եվ մտածեցին, որ 30-ից հետո կա նորից օրեր, որ պետք է մենք իրար հետ քաղաքում տեսնենք եւ բարերենք։ Եվ դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ազգաբնակչությանը իրենց ձայների համար, տրված ձայների համար։ Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ եթե ընտրվի քաղաքապետ, ապա ուսումնասիրելու է բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը եւ համագործակցելու է բոլորի հետ։ Իր ծրագիրը նշեց, որ դոգմա չէ։ 2007 թվականին իր նկատմամբ կատարված ու մինչ օրս չբացահայտված մահափորձի մասին էլ հիշեցրեց։ 5 հատ փամփուշտի մարմնի մեջ է քաղաքապետ աշխատելու ժամանակահատվածում, որովհետեւ ես ճշմարտությունն էի պահում, տեսնելով քաղաքի վիճակը, որ 37 տարի ամենաանապահով խավը ապրում է Գյումրի քաղաքում եւ Շիրակի դաշտավայրում, մի խոսքով, այդ ամեն ինչից դուրս գալով ես առաջադրել եմ իմ թեկնածությունս։ Խոստացավ նաև, որ համերաշխությամբ, ճշմարտությամբ ու զգաստությամբ է աշխատելու, համայնքի բյուջեն ավելացնելու են, հետո եկավ քվեարկելու ժամանակը։ Քվեարկությունը բաց էր։ Ղուկասյանը հետևում էր, թե ով ինչպես է քվեարկում, հետն էլ կատակում էր։ Ղուկասյան Վարդան
Մինչ քվեարկության արդյունքները պարզ կլինեին, Ղուկասյանը ներկաներին ծիծաղաշարժ պատմություններ էր պատմում։ Խոսեց նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին, ասաց, որ նրա մեղքով են շինթույլտվություններն ու քաղաքաշինական ծրագրերը Գյումրիում ետ ընկնում, դատարկ գրանցում։ Պարոն Գասպարյանին այդ կաբինետից խանում, որպեսզի կյանքը շարունակվի, թե չի շարունակվի։ Անդրադարձավ նաև քաղաքացիական պայմանագրի այն հայտարարությանը, թե վստահ են, որ Գյումրիում ճգնաժամ է հասունանում եւ եւս մեկ ընտրություններ պիտի անցկացվեն։ Ըստ Վարդան Ղուկասյանի, եթե նման բան անեն, ապա կսխալվեն ու այդ ժամանակ իր թիմը ավելի շատ ձայներ կհավաքի։ Ամփոփելուց հետո պարզվեց, որ 18 մասնակիցներից 18-ը կողմ է քերայել Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 դեմ։ Շնորհավորանքներից հետո եզրափակիչ խոսքը դարձյալ Վարդան Ղուկասյանինն էր։ Նորից քննադատեց գործող իշխանությանը ու խոստացավ, որ ինքը ենթակարգությունն ամեն դեպքում կպահի։ Ես չեմ տեսնում, որ այսօր երկիրը դեմոկրատական ճանապարհ է որտեղ գրել։ Ես չեմ տեսնում այդ ամեն ինչը աշխատել եմ նախկին երկու նախագահների հետ եւ այսպես ռեպրեսիաներ, այսպես բաներ ես չեմ տեսել։ Կպահեմ ես այդ սուբորդինացիան, բայց եթե հանգարց որևիցե մեկը ուրիշ ձևի իրեն պահի, ուրեմն անպայման միանշանակ ես իրան կփոխահատուցեմ նույն սկզբունքով։ Ես այդպես մեծացել եմ, այլ ձևի չեմ կարող ապրել, իմս այդպիսին է։ Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբյուրեմ, հանուն աստվածային սիրո, եկեղեցում հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա։ Այսքան քրեական գործերը վրես ես եկես ստանձնել եմ մեզ պարտականությունը։ Դա ևս ցույց է տալիս հայրենիք սիրել, ճշմարտության ջադագով լինել։ Ղուկասյանը ծառայողական մեքենա չի ունենալու, շարունակելու է երթևեկել իր զրահապատ մեքենայով այնքան ժամանակ, մինչև չբացահայտվի իր նկատմամբ տեղի ունեցած մահափորձը։ 3 օրից նորընտիր քաղաքապետի երթմնակալության արարողությունն է, հրավիրեց Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Իդեպ նրանք որոշ տարաձայնություններ ունեն դեռ վաղուց։ Ղուկասյանը նաև Հովհաննես Թումանյանից մեջբերումներ արեց։ Ինչքան ծաղիկ պիտի ոսներ, որ չբոսավ է սողին։ Ինչ պատասխան պիտի ես տա հողոցանի տվողի Հովհաննես Թումանյանին։ Լրագրողներին հայտնեց, որ չի բացառում հաջորդ տարի վարչապետի պաշտոնում իր առաջադրումը ևս։ Եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, կանգնեն ու իրեն ասեն այո դու պիտի ստանձնես այդ պարտականությունը, ապա այո կդնեն վարչապետի թեկնածություն, նշեց նա։ Կարինե Կազարովա, Համբարձում Պապոյան, Ռեգիոն TV, Գյումրի։